Բարև ձեզ, հորիզոնը սկսում է աշխատանքը։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը 2 ամսով կալանավորվել է։ Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը տեղեկացրել էր, որ Միքայել arczepiskopos Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Իսկ գլխավոր դատախազությունից հայտնել է, որ Միքայել arczepiskopos Աջապահյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել հունիսի 21-ին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնել է, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած հեղաշրջում կատարելու եւ իշխանությունը սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով բարձրաստիճան զինվորականների օգնությամբ ստանձնելու անհրաժեշտության մասին իր խոսքը։ Ուժային կառույցների կողմից Հայաստանում իշխանությունը փոխել է ներկայացրել որպես անհրաժեշտություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին, միջոցառմանը մասնակցել է նաև Հանրապետության նախագահը, ազգային ժողովի եւ Սահմանադրական դատարանի նախագահները։ Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանը հանդես է եկել տարեկան զեկույցով, ներկայացնելով իրականացված ծրագրերն ու նախագծերի ընթացքը։ Քննարկվել են հիմնադրամի 2024 թվականի ֆինանսական հաշվետվությունն ու 2025 թվականի տարեկան բյուջեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Բելարուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումին։ Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով։ Уважаемые коллеги, участники форума, Республика Армения рассматривает цифровое развитие как Հայաստանի Հանրապետությունը թվային զարգացումը համարում է կայունաչի հիմնական ուղղություններից մեկը։ Մենք համոզված ենք, որ հենց թվայնացումն է նոր հնարավորություններ բացում տնտեսությունում, պետական կառավարման համակարգում եւ սոցիալական ոլորտում։ Հայաստանում արդեն ներդրվել է գերատեսչությունների փոխգործակցության ճարտարապետություն, ինչի շնորհիվ պետական մարմինները չեն կրկնօրինակում տեղեկատվությունը, այլ ապահովված կապի ալիքների միջոցով հասանելիություն են ստանում սկզբնաղբյուրների։ Դա հնարավորություն է տվել ստեղծել ինտեգրված թվային ծառայություններ, որոնք ծառայությունների մատուցման բոլոր փուլերը միավորում են մեկ միասնական, թափանցիկ եւ օգտագործողի համար հարմար գործընթացի մեջ։ Այսպիսի մոտեցումը նոր հնարավորություններ է բացում միասնական թվային միջավայր ձևավորելու համար։ Այսօր Հայաստանը մի երկիր է, որն առաջարկում է բարդ կոմպլեքսային տեխնոլոգիական լուծումներ ու ծառայություններ։ Հայաստանում ընթանում են համակարգված աշխատանքներ թվայնացման ուղղությամբ, կատարելագործվում են էլեկտրոնային կառավարման համակարգերը, բարձրանում է քաղաքացիների թվային գրագիտությունը, մշակվում են ժամանակակից կիբերանվտանգության մեխանիզմներ։ NVIDIA-ի կողմից Հայաստանում հետազոտական կենտրոն բացելու վերջերս ընդունված որոշումը հաստատում է, որ նույնիսկ փոքր երկրները, որոնք ունեն հավակնություններ եւ տեխնիկական հասունություն, կարող են նշանակալի դեր խաղալ համաշխարհային տեխնոլոգիական էկոհամակարգում։ Ազգային մակարդակում Հայաստանը արդեն ներդրումներ է կատարում մեքենայական ուսուցման, մեծ տվյալների եւ կոգնիտիվ տեխնոլոգիաների մասնագետների վերապատրաստման, արհեստական բանականության լուծումների փորձարկման տեղական սանդբոքսներ ստեղծելու եւ կարգավորող շրջանակ ձևավորելու գործում, հաշվի առնելով էթիկական սկզբունքներն ու տվյալների պաշտպանության մեխանիզմները, որոնք ապահովում են տվյալների նկատմամբ երաշխավորված վստահություն, բարձրացնում ընթացակարգերը եւ բարձրացնում մատուցվող ծառայությունների որակը քաղաքացիների եւ բիզնեսի համար։ Ստեղծված եւ ձևավորման փուլում գտնվող տեխնոլոգիական հարթակները հիմք կհանդիսանան արդյունաբերության բարձր տեխնոլոգիական ոլորտներում նորարարական ճյուղերի ձևավորման համար։ Արդեն այսօր նորարարական լուծումներն ու արհեստական բանականությունը հնարավորություն են տալիս ոչ միայն ավտոմատացնել գործընթացները, այլև արմատապես փոխել կառավարման փիլիսոփայությունը, անցում կատարելով պրոակտիվ պետական ծառայություններից դեպի կանխատեսողական վերլուծություն, սոցիալական եւ տնտեսական քաղաքականություններում։ Սա բացում է նոր հնարավորություններ ավելի ճշգրիտ, անհատականացված եւ ժամանակին որոշումներ կայացնելու համար, հատկապես այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են պետական կառավարումը, առողջապահությունը, կրթությունը եւ սոցիալական պաշտպանությունը։ Հարգելի գործընկերներ, Հայաստանը մեծ նշանակություն է տալիս թվային օրակարգին մասնակցությանը, թվային փոխակերպումը դիտարկելով որպես խոչընդոտների վերացման եւ փոխադարձ առևտրում թափանցիկության բարձրացման գործիք։ Մենք առանձնահատուկ կարեւորություն ենք տալիս մաքսային ոլորտի թվայնացմանը որպես վստահության տարածք ստեղծելու հիմք։ Հայաստանի համար, որը ունի ընդհանուր սահմաններ ՀԱՏՄ մյուս երկրների հետ, մաքսային լոգիստիկ եւ սահմանային ենթակառուցվածքների արդիականացումը դառնում է հատկապես արդիական։ Ամփոփելով կցանկանայի նշել, որ մենք բաց ենք անդրսահմանային հարթակների եւ փորձարարական նախագծերի մշակման համար, որոնք թույլ կտան մեզ բոլորիս ոչ միայն ներդնել առկա տեխնոլոգիաները, այլև մշակել մեր սեփական հետաքրքիր եւ արդյունավետ լուծումները։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Չինաստան եզրափակվել է Պեկինում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում աշխատանքային քննարկմամբ, ինչպես հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից, այցը նշանավորվել է արդյունավետ քննարկումներով եւ համաձայնություններով, որոնք նոր կարևոր հեռանկարներ են բացում Հայաստանի եւ Չինաստանի միջև գործընկերության խորացման ուղղությամբ։ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարարությունները թեմայով խորհրդարանական լսումներ են կայացել։ Թեմային առնչվող նախագիծը ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, հետո պատասխանել է հարցերի։ Եթե մեկ բառով ձևակերպենք կառավարության նպատակադրումը, դա միջազգայինորեն մրցունակ բարձրագույն կրթության եւ գիտության համակարգի ձևավորումն է։ Մասնավորապես այս համակարգը ունենալու համար մենք նպատակադրվել ենք ունենալ պետության ֆինանսավորմամբ գործող մինչև 8 բուհ, ուժեղ հետազոտական բաղադրիչով, ապահովել բուհերի միջազգային վարկանիշային աղյուսակների առաջին 500-ակում ընդգրկված առնվազն 4 բուհի առկայություն, առնվազն կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը, որը մեր համակարգի մրցունակության ցուցանիշ է, որտեղ օտարերկրյա ուսանողները ընտրում են ուր գնալ, եւ եթե ընտրում են հայաստանյան բուհերը, ուրեմն ընտրում են, որովհետեւ կա որակ, ընտրում են, որովհետեւ կա հեռանկար, ընտրում են, որովհետեւ դա մրցունակ է։ Մենք վերցրել ենք պարտավորություն, որ բարձրագույն կրթությունից հետո իրենց մասնագիտությամբ աշխատանք գտնող շրջանավարտների համամասնությունը պետք է հասնի առնվազն 90%-ի, սա շատ հավակնոտ թիրախ է, սակայն ռազմավարությունները չեն կարող հավակնոտ չլինել, հակառակ պարագայում դրանք ընդհանրապես մեր ընթացիկ աշխատանքի վավերագրումներն են։ Մենք հստակ հանձնառություն ենք ստանձնել, որպեսզի որևէ պատշաճ առաջադիմությամբ ուսանող դուրս չմնա բարձրագույն կրթությունից ուսման վարձը չվճարելու պատճառով։ Կան արդյոք հստակ երաշխիքներ, որ ակադեմիական քաղաքն, այսպես ասած, գերկենտրոնացման ձև չեն մարզական բուհերի նկատմամբ, ինչպես արդեն գիտենք, բուհեր կան մարզերում, որ ճակերտավոր ասված անտեսման եզրին են։ Իրականում մենք այսօր ունենք կենտրոնացված համակարգ եւ եթե դուք նայեք մեր ուսանողների վիճակագրությունը, ապա մեր ուսանողների շուրջ 90%-ը ուսանում է Երևանում։ Այսինքն այն ինչի մասին դուք խոսում եք, տեղի ունի հենց այսօր։ Բայց եթե մենք խոսում ենք տարածքային համաչափ զարգացման քաղաքականության մասին, որը մեր շատ կարևորագույն ռազմավարությունն է, մենք իրականում պետք է հասկանանք, թե որ կրթության կարիքը կա տեղերում։ Եվ սա մի բան է, որ մենք փորձել ենք անել, ուրեմն բուհերի խոշորացման եւ գիտահետազոտական կազմակերպությունների միավորման գործընթացի շրջանակներում մենք աշխատանքային խմբեր էինք ձևավորել եւ մեր աշխատանքային խմբերից մեկը եղել է հենց մարզային բուհերի մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խումբը, մեծ ծավալի աշխատանք է արվել, վերլուծվել են այն կրթական ծրագրերը, որը այսօր իրականացվում են մարզային մեր բուհերի կողմից, եւ մենք փորձ ենք արել հասկանալ, արդյոք կրթական որ մակարդակի ծրագրեր են դրանք, արդյոք ինչպիսի պահանջարկ են ներկայացնում եւ ինչպես պետք է այդ խնդիրը շարունակենք լուծել։ Արդեն տարիներ շարունակ դպրոցում փոխանակ հանձնեն բոլոր առարկաները, այսինքն բնագիտական առարկաները, ընտրովի հանձնում են ընդամենը մեկ առարկա եւ դրա հետևանքով երեխաները գալիս են համալսարան սովորելու կամ պոլիտեխնիկ սովորելու, օրինակի համար ընդհանրապես ֆիզիկա չիմանալով։ Արդյոք դուք չեք ուզում փոխեք այդ պրակտիկան եւ վերադառնաք այն նորմալ երևույթին, երբ երեխաները ստիպված էին հանձնել համ ֆիզիկա, համ քիմիա, համ կենսաբանություն եւ այլն։ Շատ կարևոր հարց եք բարձրացնում եւ այդ հարցը ընկած է իրականում բարեփոխումների առանցքային ուղղություն որպես, որտեղ մեր կառավարության ծրագրի շատ կարևոր թիրախն է բոլոր դպրոցներում բնագիտական լաբորատորիաների ստեղծումը, որը իրականում շատ մեծ ծավալի ներդրում է եւ մեզ մոտ դուք խոսում եք քննություններից, եկեք խոսենք դասավանդման process-ից, բնագիտական առարկաների ուսուցումը վերածվել էր պատմողական դասերի եւ մեր երեխաները մտածում էին, որ քիմիան մի առարկա է, որի դասը պիտի կարդաս եւ գաս պատմես։ Բնականաբար այս պարագայում, եթե մենք ձեզ հետ քննության մասին խոսենք, անկախ նրանից քննություն կլինի թե չէ, չենք ունենա այն ուրեմն գիտելիքով ու հմտություններով օժտումը, որը այնուհետև քննության թույլ կտա հասնել։ Եվ հիմա լաբորատորիաների ստեղծումը նաև բնագիտական առարկաների փորձարարական բնույթը եւ այդ հասանելիությունը դպրոցներում ապահովելու համար է։
Միացյալ Նահանգների միջնորդությամբ խաղաղության համաձայնագիրը ստորագրել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը եւ Ռուանդան։ Պաշտոնական ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Վաշինգտոնում։ Փաստաթուղթը Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ներկայությամբ ստորագրել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արտաքին գործերի նախարար Թերեզա Կայվամբան եւ Ռուանդայի արտաքին գործերի նախարար Օլիվիե Նդուհիրեհեն։ Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքված համաձայնագիրը նպատակ ունի դադարեցնել ռազմական գործողությունները Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում։ Այն նաեւ բացում է երկու երկրների միջև ավելի սերտ տնտեսական համագործակցության ճանապարհ։ Միացյալ Նահանգների Սենատը մերժել է Թրամփի Իրանի դեմ պատերազմական լիազորությունների սահմանափակում։ Այդ բանաձևն առաջարկել էին Սենատի դեմոկրատ անդամները, իսկ Սենատն այսօր վերահսկում են հանրապետականները։ Քվեարկությունից մի քանի ժամ առաջ Թրամփը հայտնել էր, որ կրկին կարող է հարված հասցնել Իրանին։ Պատերազմական լիազորությունների մասին բանաձևը պահանջում է, որ Իրանի դեմ որևէ նոր ռազմական գործողություն իրականացնելու համար նախագահը ստանա կոնգրեսի հաստատումը։ Սենատում այն մերժվել է 53 դեմ եւ 47 կողմ հարաբերակցությամբ։ Բանաձևի հիմնական նախաձեռնողը սենատոր Թիմ Քեյնը տարիներ շարունակ փորձել է վերականգնել կոնգրեսի սահմանադրական իրավունքը պատերազմ հայտարարելու հարցում, ընդգծելով, որ այդ իրավունքը պետք է վերապահված լինի միայն օրենսդիր մարմնին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն անհապաղ դադարեցնում է Կանադայի հետ բոլոր առևտրային բանակցությունները կապված երկրի կողմից թվային ծառայությունների հարկի սահմանման հետ, որը ազդում է ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների վրա։ Նրա խոսքով Կանադան կրկնօրինակում է Եվրամիության գործողությունները, որը նույնպես քննարկում է Միացյալ Նահանգների վրա նմանատիպ հարկ սահմանելու հնարավորությունը։ Այսքանն ենք առանձնացրել այս ժամի համար, դուք շարունակեք հետևել Շանթի եթերներին, իսկ մենք կհանդիպենք ժամը 15-ին առայժմ։ Եթե դուք կամ ձեր հարազատները բնակվում եք Ռուսաստանում եւ ցանկանում եք ձեռք բերել անշարժ գույք Հայաստանում կամ կատարել գրագետ ներդրումներ այս ոլորտում, ապա Հայաստանում արդեն 4 անգամ մեծ հաջողությամբ կազմակերպված եւ շատ հայտնի ու սիրված տուն էքսպոն այժմ անցկացվում է նաեւ Մոսկվայում։ Ցուցահանդեսին կարող եք մասնակցել հունիսի 27-ից 29-ը այցելելով Մոսկվայի Տիրմիրյազև ցուցահանդեսային կենտրոն։ Տարին տարվա վրա մեր այցելուների մեջ գերակշռում էին Սփյուռքից եկած մեր հայրենակիցները, որոնք ցանկանում էին ձեռք բերել բնակարան կամ կատարել ներդրում հայրենիքում եւ որոշեցինք ինչու ոչ ցուցահանդեսը կարող է նույն կոնցեպտով պահպանելով անունը եւ առաքելությունը հասանելի դառնալ նաեւ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների համար։ Ցուցահանդեսին ներկայացված են Հայաստանի առաջատար կառուցապատողները, արտերկրում անշարժ գույք ներկայացնող ընկերությունները, բանկերը եւ անշարժ գույքի գործակալությունները։ Այցելուները կարող են ձեռք բերել բնակարաններ, նորակառույց շենքերում, առանձնատներ եւ ամառանոցներ, ինչպես նաեւ մասնակիցը դառնալ ներդրումային նախագծերին Հայաստանում եւ արտերկրում։ Ուզում ենք շատ մեծ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին, որոնք հավատում են այս առաքելությանը եւ միացել են մեզ։ Մենք ունենք 30-ից ավել գործընկեր, 50-ից ավել նախագծեր են այստեղ ներկայացված հատուկ պայմաններով, հենց այս պահին Ռուսաստանը բնակ մեր հայրենակիցների համար։ Մի խոսքով այս 3 օրերի համար նախատեսված է մի շարք հատուկ առաջարկներ ու զեղչեր։ Ամերիաբանկն էլ ներկայանում է հատուկ Սփյուռքի համար մշակված հիպոթեքային վարկերով։ Նախաձեռնության նպատակը Հայաստանի Հանրապետության անշարժ գույքն ավելի հասանելի դարձնելն է Սփյուռքի համար եւ հավելյալ ներդրումային հոսքի ապահովումը դեպի Հայաստանի Հանրապետության տնտեսություն։ Առաջինը մենք սկսել ենք Ռուսաստանից, Մոսկվա քաղաքից, որպեսզի սկսենք այս մեծ ճամփորդությունը եւ հետագա 2 տարիների ընթացքում ներկայացնենք Հայաստանի անշարժ գույքը եւ մեր եւ մյուս ընկերությունների հետ համատեղ Ռուսաստանի եւ այլ երկրների մեծ եւ հայաշատ քաղաքներում։ Իրոք մաղթում եմ մեր բոլոր մասնակիցներին, որքան հնարավոր է շատ բնակարաններ վաճառեն, զուտ այն նպատակով, որ որքան հնարավոր է շատ մեր հայրենակիցները արտերկրում, մեր Սփյուռքում գտնվող, դրանով ել ավելի կապվեն եւ լիահույս լինենք, որ մի օր վերջնական վերադառնան մեր հայրենիք։ Տուն Էքսպո Մոսկվա 2025 ներդրում, որն ավելի է մոտեցնում տանը։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։